Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, ավանդույթի համաձայն ամեն երկուշաբթի հանդիպում ենք նաեւ Տիկին Զորաբյանի հետ։ Իմիջիայլոց պարոն Նահապետյանի հետ խոսում ենք, տակը գրում են իսկ ուր է Տիկին Զորաբյանը, պիտի գնա պարոն Նահապետյանը, որ հետո գա Տիկին Զորաբյանը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հրավերն ընդունելու համար։ Ճիշտ ասած, լավ չի, որ ինչ որ բան երբ որ արվում է, սկսում են անդադրա մասին խոսել։ Ես վստահ եմ, որ սա Տիկին Զորաբյանին էլ դուր չի գա, երբ որ մեր հայրենակիցները սարսափելի ծանր վիճակում հայտնվեցին, Արցախահայության մասին է խոսքը, այո, ես ասելու եմ, Տիկին Զորաբյանը իսկապես չի սիրում դրա մասին խոսել, մեծ ահռելի աշխատանք է կատարել նաև Տիկին Զորաբյանը, ինչ կերպ որ հնարավոր է, քանի որ գիտեք մարդիկ այդպես են, ում որ ճանաչում են էկրանից, որ ճանաչում են, մտածում են, որ այ ճիշտ կլինի իրեն դիմել իրենց օգնությանը, այս ուղակի նամակների տեղատարափ էր եւ վատ եմ զգում ճիշտ ասած դրա մասին խոսել, բայց այդ օրերին ես կարծում եմ ցանկացած նորմալ հայ, ինչ իրենից կախված էր, ինչ հնարավոր էր փորձում էր անել։ Ես ճիշտ ասած այդ օրերին նաև ինձ խնդրեցին, որ հիվանդներ են տեղափոխել, փոքրիկ հյուրանոցում էին մնում արցախահայեր, եւ մենք Նայրայի հետ Մելիքյան գնացինք նաև այցելեցինք այնտեղ եւ մենք ես այնտեղ ինձ համար գտա մի ճկնաղ բալիկի Տիգրանին, այո։ Մայրը սրտի խնդիր ուներ հիվանդության, բայց այսօր գիտենք, որ սրտի խնդիրներ ունենալու դեպքում հնարավոր է բուժօգնություն եւ աջակցություն։ Ցավոք սրտի ես ժամանակ 3 թերթեցի գտա, գիտեք, չէ, ժամանակ դեռ Տիգրանը 5 տարեկան էր, խոսում է Տիգրան էլի կարոտած, այդպես ես ուզում եմ գնալ Արցախ, ուզում եմ գնալ, ինչի նաև շատ սիրեցի, որտեղ տաղանդավոր բալա է, այս բալան աշխարհի բոլոր նախ շատ վարժ կարդում է, վարժ պատմում է տարբեր լեզուներով, հետո շատ լավ մաթեմատիկա գիտի եւ աշխարհի բոլոր երկրները, մայրաքաղաքները, այդպիսի բալա է, քաղցր բալա ու անցավ ինչ որ ժամանակ, ինչ որ կապը ինչ որ խզվել էր, հետո այսպես վատ լուր եկավ Տիգրանի հայրը զանգահարեց, ասեց, որ Շիրունան շատ ծանր վիճակում է։ Հիմա հիվանդանոցում է, այսպես շատ տխուր լացելով, որ նորմալ օգնություն ցույց չեն տալիս, մի հիվանդանոցից մի տեղ են ճանապարհում, դիմում եմ առողջապահ, ես ինչ կարող եմ ասել, ասեցի դե դիմի առողջապահության նախարարություն, ասեց անընդհատ դիմում եմ, անընդհատ նամակներ, բայց անարձագանք է մնում։ Այսպես ես ճիշտ ասած այդ փուլում այդպես կորցրեցինք Իլոնային, մահացավ ինքը, փոքրիկ Տիրանը հիմա ինչպես 3 առաջ օրը գրել էի, երկնքից է միայն հետևում իր մայրը փոքրիկ Տիգրանին եւ նորից այցելեցի Տիգրանին եւ փոքրիկ գրառում էի արել, այնտեղ սրա մասին խոսել է, որ իր մայրը ցավոք սրտի երկնքից է հիմա հետևում Տիգրանին, բայց ինչու կորցրեցինք իրեն, որովհետեւ այդ անտարբերություններ ինչ էր, իմիջիայլոց ես այդ փուլում եւ մի մտավոր հետամնաց, որ եղել է Ալենի օգնականը, հիմա падգամավոր է դարձել, թե ինչ մի դրա նկարը դրեք։ Ինչ որ որտեղ չէի ճանաչում իրեն, հետաքրքրվեցի, ասեցի, որ տես մտավոր հետամնացը ինչ որ բաներ հայտարարում, ինչ որ բաներ ասում, ինչ որ մեկը, էս, մի հատ դեմքին նայ, չգիտեմ ով, ինչ անունը Հասմիկ, հա, ես քանի որ ցանց բոլորին այդ սոցցանցերում բլոկել եմ, չեմ հետևում, ինչ երեք ծանոթներիցս մեկը ուղարկեց, սա այդ գրառման վրա, որ գրել եմ նաև անտարբերության, անփութության բաներ, արձագանքել է սիրո մասին, որ մեր սերը արցախցիների, չգիտեմ, եւ ճիշտ էր ասում բանը Նժդեհը, այ տականքը, ազգի տականքը ինձ նկատի ունել է, ուրեմն այ բոմժ, այ մտավոր հետամնաց։ Երբ որ ես խոսում էի եւ գիտեք, չէ, եթերում դիմել եմ նայրա, դիմեցի, ասեցի, որ այսպիսի վիճակում է Արցախցի ձեր օգնության կարիք ունի, հիմա այս պայմաններում է, դիմեցի նաև առողջապահության նախարարությանը, դիմեցի մեր հայրենակիցներին, 2 հոգի արձագանքեցին, փորձեցին ինչ որ բանով օգտակար լինել, խոսեցի ինչ որ բժիշկների հետ, չէ, բայց իրականում ասում եմ Լոնայի ամուսինը զանգահարում եւ այսպես լացով ասում էր, չէ, ուղղակի անտերությանը մատնված եւ ոչինչ չեն անում եւ ես կորցնելու եմ իրեն, ինքը հասկանում էր, որ կորցնելու է, որտեվ անտերության է մատնված։
Բա այ մտավոր հետա մնաց, այ տականք, հիմա ես դա քեզ եմ ասում, չնայած ես գիտեք ինքան անհարմար եմ զգում, որ ես թափթփքների մակարդակի պիտի իջնեմ, ինչ որ բան պիտի ասեմ։ Բա ես որ դիմում էի, որ դուք այդպես մտահոգ, բա ուր էր ձեր նախարարը, ուր էր ձեր նախարարության աշխատակիցները, բա որտեղ էիր դու, այ մտավոր հետա մնաց քո ղեկավարով, քո ղեկավարներով, բա որտեղ էիք։ Այդ ինչի՞ տենց արագ չարձագանքեցիր, այդ թերհաս։ Չէ հարց է ցակում, չէ ինչի՞ չարձագանքեցիր։ Հիմա որ դու սենց արձագանքում ես, մի հատ էլ այդ տականքն էլ եք ազգովի։ Այն որ այդ պայմաններում այդ վիճակում եք, եւ Տիգրան այսօր ոչ միայն հայրենիք չունի։ Եվ գիտեք, չէ, միչև հիմա կարոտով իր սենյակն է ուզում, իր տունն է ուզում, մայր էլ չունի, այլևս։ Քանի որ Տիկին Թոմասյանը շատ ցավոտ խնդիր բարձրացրեց, այո, օրական երևի, ես չգիտեմ, տասնյակ, այո, շատ անհարմար եմ ես զգում այդ մասին խոսել եւ նաեւ ինչ որ արել է, հա, իսկապես էլի, նաեւ Տիկին Թոմասյանը արցախցիների համար ամենօրյա կապը իմ արցախցիների հետ կա, ամենօրյա կապը իմ։ Դրա մասին չի կարելի խոսել անգամ, չի կարելի խոսել, բայց քանի որ երկու առանցքային խնդիր, որ արցախցիները, ես նշել էի, որ մեր զրույցի վերջում դրան անդրադառնամ, բայց քանի որ Տիկին Թոմասյանը օրակարգ բերեց խնդիրը, ուրեմն երկու առանցքային խնդիր։ Մենք գիտենք, որ վերջի օրերին, երբ որ Արցախը հայաթափվում էր, բենզալցակայանի պայթյունից մենք մի քանի 100 զոհ ունեցանք եւ առ այս պահը 22-ը անհետ կորած են։ Ես բարբերաբար ծնողներին հանդիպում եմ իրենց, կանանց ծնողներին անընդհատ ինչ որ վարկածներ են քննարկում, այդ վարկածները ասում եմ գնացեք քննչական կոմիտե ասեք, նույնիսկ SMS ունեմ Messenger-ով եկած, որ ողջ ենք, աղդամում ենք, ասել եմ տարեք ներկայացրեք քննչական կոմիտե, բայց հիմա իրավական հարց կա, այդ ընտանիքները կարգավիճակ չունեն։ Այդ պայթյունից անհետ կորածների 22 անհետ կորածների մեջ նաև զինվորականներ կան, ովքեր ծառայությունից դիրքերից իջել են, որտեղ արդեն իրենց հայրենիքը հանձնված էր, որ բենզին ստանան եւ արտագաղթեն Հայաստան։ Այդ մարդկանց չեն տալիս կարգավիճակ, որpիսի նրանց ընտանիքները, նրանց մանկահասակ երեխաները, նրանց ծեր ծնողները կարողանան պետական որևէ աջակցությունից օգտվել, որևէ բացատրություն չկա, թե այդ անհետ կորածներին, իդեպ մենք այսօր դիահերձարանում բենզալցակայանի պայթյունից իբր մնացած 3 ընդամենը մոխրացած դիակ ունենք, 3-ից ոչ մեկի DNT-ն էլ չի համընկնում 22 անհետ կորածների հարազատների հետ։ Ինչ եղան այդ մարդիկ։ Ամեն դեպքում գոնե այդ մարդկանց կարգավիճակ տվեք, որովհետև այդ մարդիկ չեն կարողանում տան վարձ տալ։ Ամեն օր ես տանում եմ տասնյակ նամակներ, տասնյակ զանգեր արցախցիներից, որ այդ 50,000-ը կտրել են։ Մենք պիտի չխոսենք էլ արդեն արցախցիների խնդիրներից, մեր սերը արցախցիների, դու քո սերն էր, որ դու ասեցիր Արցախ-Ադրբեջան է ու որ հարցակվեցին, ասեցին մենք չենք կարող պաշտպանել։ Մի հատ լաս այս մտավոր հետամնացի ինչ է։ Մարիամ, падգամավոր է, ինչ է, սա օգնական է, ինչ է։ Падգա, դե հիմա խելոք, այս ինչ որ ասես Տիկին Զորաբյանը, խելոք, գրիկ առնես ու խելոք կարձագանքես։ Այդ որ քո դերասանությունները, որ անում ես որ արցախցիների նկատմամբ մեր սերը, բայց մի հատ բան է, հələ սրանն է, դա մեր բերումները ցուցադրել, ով է ինքը, ես աշխատում եմ այդ կալիբրին, նույնիսկ չանդրադառնալ, նույնիսկ անունը չեմ իմանում եւ իրանց համար շատ մեծ պատիվ կլինի, որ մենք իր անունը եւ տակի գրառումները, ինչը դե պատասխան պահանջի, այ անդաշիրակ, այդ թքող, մոր թքող բալա, 32 հոգու դատի է տալի, դե գնա մի հատ հետամուտ եղի, դες ինչ այլանդակություններ են գրում, էս ինչ սպառնալիքներ ատակը։ Դա մեկ, որ 22 բենզալցակայանից այրվածների ընտանիքների կարգավիճակի հարցը պիտի լուծվի։ Մարդիկ տան վարձ տալու վճարունակ չեն։ Տասնյակ հազարավոր արցախցիներ չեն կարողանում այլևս տան վարձակալության գումարը տան, մի մասը արտագաղթել է, մի մասը այնպիսի պայմաններում ամնում ես գնում եմ եւ տեսնում եմ այդ պայմանները, որ կատաստրոֆիկ է, ամոթ է, մղձավանջային երազում անգամ այդ պայմանները հնարավոր չի տեսնել, երեխաները սոված են, սոված քնում են, սա զարհուրել է։ Եվ երկրորդ հարցը, որի մասամբ նաեւ Տիկին Թոմասյանը անդրադարձավ, այդ քաղցկեղով հիվանդների խնդիրն է եւ նաեւ սրտի, որը վերաբերում է ոչ միայն արցախցիներին։ Այդ որ ասում եք իբր քաղցկեղով բուժումը, քիմիոթերապիան անվճար է, ձեր գլուխը, ձեր հաստ գլուխը 1000 անգամ պատին եք տալի։ Ոչ մի բանն էլ անվճար չի։
տեսեք անգամ սոցիալական են խավերը, որոնքի պետ պատվերով կպիտի քիմիոթերապիա ստանան, ամեն քիմիոթերապիայից 150,000 դրամ մարդկանցից փող եք ուզում։ Են էլ ասում եմ, երբ որ ինքը գտնվում է սոցիալական են խմբում, որ պիտի ստանա, դա նվազագույնն եմ ասում։ Մարդիկ գնում են ճարահատյալ Վրաստանից, բերում են առավել էժան եւ առավել որակյալ ամբողջ կուրսի քիմիոթերապիան, բռնում եք սահմանին, արգրավում եք, չեք թողում, որպիսի ձեր Նիկոլի գրպանում սատկած օլիգարխների թանկ ու կրակ եւ անորակ այլանդակ որակի քիմիոթերապիայի դեղերը կարանակ սաղացնեք ես չքավոր մարդկանց վրա, վիճակագրություն ներկայացնեմ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության բնակչության 58.6%-ը սոցիոլոգիական հարցման արդյունք է, դժվարանում է վճարել կոմունալ ծախսերը, այդ որ գնալով 8.6% պատկերացնում եք, այդ որ գնալով գույքահարկ եք ավելացնում, էս եք ավելացնում, են եք ավելացնում, հողի հարկ եք ավելացնում, մարդիկ չեն կարողանում վճարել, սա կատաստրոֆա է, սա աղետ է, ապահովագրություն եք իբր ներմուծում, որը իդեպ միակ դրական բանն կլիներ, եթե լիներ արդար, բայց այսօր մամուլում կարդացի, որ այդ բժշկական ապահովագրությունը, որ ներմուծում եք, ընդհանրապես բուժ ծառայությունների 30%-ն է փակելու, 30%-ի մեջ էլ կան հիվանդություններ, որ համավճարով է լինելու, ասենք 5 միլիոնա վիրահատությունը, քաղաքացուն թոշակառուին ասելու եք 2.5 միլիոնը դուտուր, 2.5 միլիոնը պետությունը տա, այդ թոշակառուն որտեղից է այդ 2.5 միլիոնը տալու, որ մի հատ էլ սենց բոլոր կռիչներից ազդարարում եք, որ ներմուծում ենք ապահովագրություն, այլևս պետությունը 65 տարեկաններից ավելի բոլոր բժշկական ծառայությունները վերցնում է իր վրա, չեք ամաչում, մարդկանց անկեղծ ասեք, որ սայա լինելու, սա վճարովի է, եթերում հրապարակային խնդրել եմ եւ նախարարության աշխատողներին եւ նախարարությանը եւ դիմել եմ բոլորին, որ այս վիճակում է, Արցախից եկած ծանր վիճակում էս մարդը ի վիճակի չի եւ չէ, ես կոնկրետ դա եմ ասում, այ անամոթ, հիմա վերակացել, դա այն մայր մտավոր հետամնաց։ Դրան մի անդրադարձեք, իրան շատ երևի